տոհը կոչվում է Զատիկ, որը նշանակում է Զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ Աստված։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աստված իր որդուն աշխարհ չուղարկեց դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Հիսուս Քրիստոսի հարության տոնը խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի նկատմամբ։ Այն կառնան զարթոնքի վերածնունդի խորհրդանիշն է։ Փառավորյալ Տերը լիովին կատարեց իր աստվածության խորհուրդը, խաչի իշ ճանապարհը։ Հավիտենից Աստված, դու անսահման սիրով օվկիանոս ես։ Աշխարհը ողողեցիր քո սիրով, թողեցիր երկինքը եւ եկար մեզ ուղղորդելու դեպի փրկության ճանապարհը։ Փառավորյալ Աստված, մեր ծերնացան ես կոչվել, առատ ցաներով կենաց խոսքը։ Մեր կենացած, որով քեզ կա, քաղց չի զգա, եւ ով քեզ հավատա, երբեք չի սասանվի։ Մարդկային ցավերին, կույրին, որոտին, եղարդ ու բժիշկ հասարողության։ Մեր կառն Աստծո, ով իր վրա վերցրեց աշխարհի մեղքը։ Հիսուսը խաչվեց, որ ես արտարանամ։ Նա հարություն արավ, որ ես հապրեմ հարության։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Սիրելիներս, կանգնենք Տիրոջ առաջ եւ այսօրվա հրաշափակումը սկսենք տերունական աղոթքով։ Ամեն։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Տուր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը եւ ների՛ր մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտականներին, եւ մի տանիր մեր փորձության, այլ փրկիր մեզ չարից, քանի որ քոնն է թագավորությունը, զորությունը եւ փառքը հավիտյանս, հավիտենից ամեն։